Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում այսօր հյուրընկալել եմ ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովին։ Պարոն Վարդանով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իրան-Իսրայել պատերազմը թեժանում է, այդ թվում ԱՄՆ նախագահի կողմից պարբերաբար արվող հայտարարությունների ֆոնին, այդ հայտարարություններին մի փոքր ուշ կանդրադառնանք։ Ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը ռազմական իրավիճակի վրա, իրավիճակի հետ կապված հասկանալի է, որ տեղեկությունները հարվածների եւ դրանց արդյունքում կողմերի կրած կորուստների մասին սահմանափակ է, բայց այդուհանդերձ ունեցածը, եթե փորձեք համադրել, ինչ կարող եք ասել։ Նախ հասկանանք, որ 21-րդ դարն է եւ կորուստները թաքցնել գրեթե անհնար է։ Եվ առաջներում, ասենք, խոսքի սրանից 30 տարի կամ 100 տարի առաջ պատերազմական գործողությունների ժամանակ կարային թաքցնեին։ Մենք նման սխալ թույլ տվեցինք, երբ որ 2020 թվականին փորձում էինք կոծկեինք մեր անհաջողությունները եւ ներկայացնեինք ինչ որ հաջողություններ, ասենք, խոսքի մարտավարական որպես ստրատեգիական։ Դա մեկ կոպտագույն սխալ է, հնարավոր չի կարճ ասած կորուստները կոծկել։ Մարտական, ասենք, իրավիճակը բավականին ծանր է Իրանի համար, որովհետև ինքը չի կարողանում արդյունավետ խոցումներ ապահովի իր հրթիռներով, իսկ Իսրայելը, քանի որ թուրքերի հետ համատեղ կիսեցին Սիրիան եւ թուրքերը կարելի ասել տնօրինում են հյուսիսում Իրաքի, մանավանդ մեծ դեր խաղաց բանվորական կուսակցության հետ թուրքերի հաշտությունը, փաստորեն իրենք դաշնակցային, կարելի ասել, հարաբերությունների մեջ մտնելու փուլում են հիմա։ Դա նշանակում է անխափան ինքնաթիռները իսրայելական անցնում են Սիրիայի վրայով, Իրաքի հյուսիսի վրայով եւ խոցում են, ասենք, հեռահար հարվածներով 100 կիլոմետր, մի քանի 100 կիլոմետր հրթիռներով, բացի դրանից պետք չի մոռանալ հրեաների, ասենք, բավականին լայն տարածված Իրանում հետախուզական ցանցը։ Ինքներ իր հերթին, ասենք, բավականին աշխուժ աշխատում, խոցումները շատ ավելի արդյունավետ են հրեաների մոտ, քան Իրանական Իսլամական Հանրապետության խոցումները։ Բայց կարելի ասել մի հատ հիմար հայտարարություն արել բանը Կոեն, հա, կարծեմ, վերջը հրեաների մեծ պաշտոնատար ասել է, որ մենք 10 անգամ ավել կորուստ ենք հասցնում Իսրայելին, այդ թվում նաև խաղաղ բնակչության առումով, դա ծիծաղալի է, որովհետև հրեաների հանրապետությունում 9 միլիոն բնակչություն կա, որից 7 միլիոն չկան հրեաները, 6 քանիս են իրանք, ու եթե իրանց 10-պատիկ անենք, մեկին 10 sense փոխադարձ կորուստներով հաշվենք, շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց պրիմիտիվ հայտարարություն եմ մեկնաբանում շատ բարձր պաշտոն զբաղեցնող, ասենք, Իսրայելի մի պաշտոնյայի, կստացվի, որ 65 միլիոն կամ 68 միլիոն իրանցի վարի կգնա, կվիրավորվի, կզոհվի, կսպանվի, իսկ հրեաները ամբողջությամբ կվերանան, իսկ ընդեղ հələ մի 25 միլիոն կմնա։ Դա բան էլի անհեթեթ է, որովհետև, ասենք, Իսրայելը փոխադարձ հարվածներով անել, ասենք, վիճել Իրանի հետ, դա մեծագույն հիմարություն կլինի։ Բայց Իրանի դեմ այս պատերազմական գործողությունների ժամանակ Իսրայելը շատ լավ է նախապատրաստվել, մեր, ասենք, լսողները, դիտողները երևի կհիշեն հունիսի 1-ին այդ երեխաների պաշտպանության օրը, իրավունքների պաշտպանության օրը Ուկրաինայի հատուկ ծառայությունները մի գործողություն արեցին, հարձակվելով ռուսական ավիաբազաների վրա եւ խոցեցին այն ինքնաթիռները, որոնք որ օդանավակայաններում տեղակայված էին ստրատեգիական ռմբակոծիչներին։ Իսրայելը ամբողջությամբ նույն օպերացիան անցկացրեց Իրանի դեմ, ամբողջությամբ նույնը։
նույն ձևով ասենք մաս-մաս բերված, նույն ձևով հավաքված, հիմա ասենք բացահայտվում են այն տեղերը, որտեղ որ իրանք հավաքվել են անօթաչու սարքերը, որտեղ կանգնել են եւ ասենք կոնտեյներները հեռար կառավարումով ասենք բացվել են եւ այդ կոնտեյներներից դուրս են թռել այն հարվածներ հասցնող մարդկային բարձրաստիճան ասենք իրանական կորուստներ ապահովող թռիչքները, ուղղակի Իսրայելը ի տարբերություն Ուկրաինայի, ասենք, հատուկ ծառայության բազմաբովանդակ աշխատում, մեքենաների պայթյուններ, այդ անօթաչուները ոնց որ ասեցի, իդեպ տեղից արդեն պարզ է դառնում, թե ով էր Ուկրաինայի հարձակումը կազմակերպել Ռուսաստանի օդանավակայանների վրա։ Արդեն պարզ է, էլի արդեն, այնտեղ հատուկ ուղեղը աշատացնել էլ պետք չի։ Երբ որ մեկին մեկ լեկալը կրկնվում, պարզ է ով է հեղինակը, նույնիսկ հնարավոր է կատարողը։ Հիշենք 16 թվականին լավ հասկանալի էր, որ հեղինակը հրեաներն էին, թուրքերը մեր վրա անօթաչուներով Հարոպ, Օրբիտեր եւ այլն հարվածներ էին հասցնում, բայց կատարողը հենց հրեաներն էին, որովհետև թուրքերը դեռ 16 թվականին չէին յուրացրել այդ տեխնիկան, ի վիճակի չէին նորմալ կառավարել։ Ամեն ինչ չի, որ ասենք հենց տալիս ես մարդու ձեռը կարողանում է միանգամից օգտագործել։ Իրանի վիճակը բարդ է, բայց եթե ցամաքային պատերազմ սկսի, բարդ վիճակում հայտնվելու ենք մենք, նույնիսկ Իրանի հաղթական, պաշտպանական մարտերի դեպքում։ Այդի մեծ շատ ծանր վիճակի մեջ է գցելու, ինչի հետ է, նայեք, երկու սցենար կա Հայաստանը տուժի ցամաքային օպերացիայի դեպքում, երկու սցենար։ Մի սցենար ուրեմն թուրքերը շուռ են գալի իրենց այսպես ասած հայրիկներին ասում են հայրիկ, չենք կարողանում առանց Հայաստանի ասենք Սյունիքը կուլ տալու Իրանի դեմ պայքարենք, իսկ որ իրանք ներգրավվելու են ցամաքային օպերացիայի դեպքում դա միանշանակ է, ուրիշ ցամաքային սահման չկա, միայն Բաքվի թուրքերն են, մեկ էլ Անկարայի թուրքերն են, երկուսն էլ օկուպացված հայկական հողերի վրայից ասենք կարող են հարձակվել Իրանի Հանրապետության վրա, պետք չի մոռանալ, որ հիմա այն անօթաչուները, որոնք որ Իրանի հյուսիսում, հյուսիս-արևմուտքում խփում են, իրանք այդքան հեռահար թռիչք չունեն, բայց խփում են, դա նշանակում է իրանք ներթափանցում են Բաքվի Հանրապետության կողմից, որը մեր որոշ հայրենակիցներ սխալմամբ Ադրբեջան են կոչում, եւ Անկարայի թուրքերի կողմից ակտիվ գործողություններ կա, ավաքսնա դուրս ելել, ինքնաթիռները բարձրանում են օդ եւ իրանական հրթիռներն են խոցում, որը որ չեն խոցում, իրենց մասին տվյալներն են հաղորդում, ասենք իսրայելական հակաօդային, ասենք պաշտպանությամբ։ Եվ ստացվում է, որ թուրքերը թե Բաքվի, թե Անկարայի ուրեմն միանշանակ ներգրավված են հակաիրանական գործողությունների մեջ, ակտիվ են բավականին եւ ցամաքային օպերացիայի դեպքում ուրիշ ուղղություն չկա հարձակվելու Իրանի վրա։ Ցամաքային այդ հարձակմանը ինչ հանգամանքներ պետք է նպաստեն, այսինքն այստեղ ԱՄՆ-ն պետք է ուղիղ ներքաշվի, որպեսզի բանը հասնի այդ ցամաքային գործողություններին, պարոն Վարդանյան։ Սենց տենց ԱՄՆ-ն ներքաշված է, ինքը ասում են ուղիղ չի ներգրաված։ Դե ուղիղ չի որն է, մի քիչ առաջ ասեցի, ասենք Թուրքիերի մասին։ Միացյալ Ամերիկայի Նահանգները իրանք բացի տվյալներ փոխանցելուց, իրանք անմիջապես խոցում են այն հրթիռները, որը ի պատասխան ռմբակոծիչների գործողությունների հրեական Իրանը ուղարկում է դեպի Իսրայել։ Դա անմիջապես, ասենք, ներգրավվածություն է։ Ցամաքային օպերացիայի դեպքում պարտադիր չի ամերիկյան զորքերը մասնակցեն։ Դրա համար կա թնդանոթի միս թուրքերից բաղկացած, որին ասենք աջակից հատուկ ասենք ստորաբաժանումներ կամ ասենք տարբեր բաներ կան, լավ մարզված ռեզերվային մոբ, սովորական մոբ, ուղղակի լավ մարզված եւ պարապած պատերազմի փորձով, օրինակ բանը Գազա դիվիզիան, ինքը ռեզերվային դիվիզիա է, բայց լավ փորձ ունի եւ լավ մարզված ու շատ հանգիստ իրան կարան հիմա տեղափոխել են ոնց որ թե Հորդանանի սահմանի վրա, այնտեղ են դիրքերն են զբաղացրել, ուրեմն որը որ երկար տարիներ չէին զբաղացնում,
Իրանց կարան շատ հանգիստ տեղափոխեն թուրքերի մոտ, Անկարայի թուրքերի կամ ասենք Բաքվի թուրքերի եւ ցամաքային օպերացիայի ժամանակ իրանք կոորդինացնող ուժի դեր խաղան թուրքական հետևակի եւ ասենք մյուս ցամաքային զորքերի համար։ Ինչով է վատ Հայաստանի համար այդ արձակումը։ Նախ որ հնարավոր է օկուպացիայի թույլտվություն ստանան հայկական, ասենք որոշ շրջանների թուրքերը։ Հնարավոր է այդ օկուպացիայի թույլտվությունը ստանան։ Մենք իհարկե մաքսիմալ դրանք խանգարենք, չի բացառվում, որ ասենք նույնիսկ թույլ չտանք այդ օկուպացիան տեղի ունենա, որովհետև քիչ թե շատ բանակը պարապում է, մեր կազմակերպությունը ոման երկիր ամրոց, ասենք ծրագրի այդ թվում ասենք գմբեթների տեղադրումները շարունակում է, մարզումները խաղաղ բնակչության ասենք շարունակում է ոման եւ բանակն է քիչ թե շատ ռեզերվով զբաղվում։ Կարճ ասած չի բացառվում, որ իրանց չհաջողվի, բայց պատերազմական գործողություններ, եթե դու ջախջախիչ հարված չես սարսնում եւ փախնող զորքերի ուսերի վրա, ասենք քո մարտերը չեն ավարտվում հակառակորդի հողի վրա, իրանք մեկը շատ ծանր իրավիճակ են ստեղծում, ասենք քո պաշտպանական համակարգի մեջ։ Դա պատմական նույնիսկ էքսկուրսներ էլ պետք չի անել։ Դա այդպես է, դա փաստ է, աքսիոմա է։ Երկրորդ բավականին ծանր սցենարը մեր համար նույն ձևով թուրքերը ներխուժում են կամ փորձում են ներխուժեն Իրանի հյուսիս-արևմուտք եւ դա բերում է մեր եւ Իրանի կապի խզումը։ Եթե մարտական գործողություններ ընդեղ ընթանան ամիսներ, դա նույն բանն է, ոնց որ այնտեղ թուրք սահմանապան կանգնած լինի ու չթողի, որ ոչ մի ավելնորդ ճանճ անցնի դեպի Հայաստան կամ Հայաստանից ինչ-որ միջատ տեղաշարժվի դեպի հարավ-արևելք։ Մենք ունենալու ենք մի հատ շնչուղի, դա Վրաստանն է, իսկ Վրաստանը ամբողջությամբ ռուսա-թուրքական կոնտրոլի տակ է, ամբողջությամբ ու ավելի շատ թուրքական, քան ռուսական, որտեղ Ռուսաստանը զիջելու է իր դիրքերը թուրքերին շատ տեղերում, որովհետև իրեն եւս շնչուղի է պետք, դա Բոսփոր Դարդանելն է այդ նեղուսն է, եւ թուրքերի Բաքվի թուրքերի տարածքով գազն ու նավթը գնում է Եվրոպա որպես ոչ ռուսական գազ եւ նավթ էլի։ Կարճ ասած շատ ծանր է լինելու, եթե ցամաքային օպերացիան լինի եւ ուժերի մոբիլիզացիա այ հիմա, եթե մենք դեբիլ չենք, այ ներկա գործողություններին մինչեւ այդ սցենարներից որևէ մեկը իրականություն կդառնա կամ չի դառնա, պարոն Վարդանով, տարբեր առաջարկներ են հնչում իշխանության ուղղված, տարբեր կարծիքներ են հայտնում փորձագետներ, վերլուծաբաններ, ոմանք ասում են, որ արդեն պետք է մասնակի զորահավաք հայտարարվեր, ռազմական դրություն հայտարարվեր, դուք ինչ կասեք այս պահի գործողությունների մասով։ Եթե մենք դեբիլ չենք, իսկ դեբիլիզմը դա անես չի, որ ասենք մարդը ծնվում է ու այդ հիվանդությունը ունի, լինում է որ ձեռք բերով է, կարճ ասած, եթե մենք լուրջ հոգեկան հիվանդ չենք, ինչ ձևով այդ հիվանդությունը առաջացած, մենք հիմա կոնսոլիդացիայի վրա կաշխատենք, հասարակության կոնսոլիդացիայի առաջին հերթին, որովհետև ուղղակի անհնար է ձախ ու աջ ձեռի մրցակցության պարագայում մարտնչել հակառակորդի հետ։ Եթե ձախ ֆիլմեր նայած լինեք, որ դե ձախ ձեռը չի մասնակցում ինչ-որ գործողության, նույնիսկ ձախ ձեռը կապում են, որ ինչ-որ տեղ հավասարություն լինի, պայքարի դեպքում դա ուղղակի անհնար է։ Եթե մի ձեռը մյուսի դեմ պայքարում է, ուղղակի անհնար է, դա բան չի լինում, ու բանը դա կործանարար հետևանքներ կարա ունենա ընդամենը 2 օր հետո կամ 2 ամիս հետո։ Կործանարարն ես նկատի ունեմ Հայաստանի ոչնչացում որպես հանրապետություն, բնաջնջում ստեղի բնակչությանը, խելքի է պետք գալ բոլորին, այդ հիմար վիճակից, ասենք, որտեղ հայ ոտից կծում է, իսկ կծելով փորձում է կոկորդին բարձրանա, այդ հիմար վիճակից պետք է դուրս գանք, պիտի կոնսոլիդացիա տեղի ունենա, որովհետև վտանգները շատ լուրջ են։ Մեր երկրի վարչապետը շատ հաճախ խոսում է խաղաղության բանի մասին եւ իր հետևից շարան ամեն մարդ իր պարտքն է համարում
բլոգերներ, պաշտոնյաներ, բան ասել պատերազմ չի լինի։ Պատերազմ չի լինի մեր դեմ, որովհետև բանա իրանք համոզված են, որ մեր դեմ, ասենք, ինչ-որ պայմանավորվածություններ կա, բայց ռեալի մեջ դու կարաս ասես, որ պատերազմ չեմ սկսի ես, ոչ թե պատերազմ չի լինի։ Դու չգիտես քո վրա անգամ Վրաստանը կհարձակվի, թե չի հարձակվի, ինչ պատճառով։ Փաստորեն նախ ճիշտ բառեր է պետք օգտագործել։ Երկրորդը արտաքին քաղաքականության մեջ օգտագործվող բառապաշարը ներքինի հետ շատ հաճախ խելացի ժողովուրդների մոտ, խելացի պետություններում տարբերվում են։ Եթե ասում ես պատերազմ չի լինի արտաքին պլաշատկում, մի քիչ ներքև օղակը պետք է ասես 100% մամա արև, պապա արև, ոչ մի դեպքում մենք պատերազմ չենք սկսի, բայց հավանականություն կա պատերազմի։ Ինչը ժամանակին, ասենք, հնչում էր Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաների կողմից, որ կա հավանականություն, ասենք, Արմեն Գրիգորյանն է նման հայտարարություն արել ժամանակին, զուգահեռ, ասենք, վարչապետի հայտարարությանը, աղքի, ասենք, անվտանգության խորհրդի քարտուղարը Արարատ Միրզոյանն նման հայտարարություն արել ու դա նորմալ է, բայց ներքևի օղակին պետք է ասես պատերազմի հավանականությունը մեծ է, դուք այդ որ արտաքին պլաշատկեքում ինչ-որ բան է խոսացվում, այ հանճարներ, ու հանճար ասելով ես դեբիլ նկատ ունեմ, գնացեք, աշխատեք, իրար վրա մի, ասենք, հաչացեք, միավորվեք և իրար հետ կառուցեք, ասենք, ապագա անվտանգային համակարգը, իրար հետ, որովհետև բանակը շատ հաճախ ի վիճակի չի դա անել, եթե առաջնագիծը, թե այնպես, ասենք, գյուղացին նույնիսկ մոտ չի գալի, եթե ընդ է սեփական հողել ունի, որովհետև վտանգավոր է կյանքի համար, և անգամ, ասենք, չեմ ասում բանվոր ուղարկի, ինքը անձամբ ռիսկ չի անի գա մշակի, էլի, ասենք, այդ հողակտորը, ապա երկրորդ գծում բանակը անզոր է, որովհետև ընդեղ երկրորդ գիծ, երրորդ գիծ, իսկ պիտի ունենաս 2, 3, 4, 5, 6, ոնց որ ուկրաինացիներն են արել ռուսների դեմ, ոնց որ ռուսներն են արել ուկրաինացիների դեմ, մի քանի պաշտպանական գիծ պետք է ունենաս, և այդտեղ բանակը անզոր է, որովհետև իրան ոչ մեկ այդ իրավունքը չի տա, որ բանակային, ասենք, ինժեներական ծառայությունը գա, սկսի, ասենք, ինչ-որ մեկի սեփականության մեջ առաջնագծից հեռու ինժեներական կառույց անել։ Դա պիտի անի արդեն տեղի իշխանությունը կոորդինացնի, բայց հասարակական կազմակերպություններն էլ պիտի ներգրավվեն, հասարակությունը ներկա է իշխանության բոլոր ֆունկցիաների մեջ, հասարակական նախաձեռնություններով և հասարակական կազմակերպություններով, իսկ մեր մոտ շատ հաճախ, ասենք, տեղում իշխանավորները կամ, ասենք, ավելի բարձր իշխանավորները սկսում են խանդով վերաբերվել այն գործողություններին, որը հասարակությունն է անում, չի կարելի, խելքի է պետք գա, մենք ընդհանուր մի մարմին ենք, հիմա հաճելի գլուխ է, հաճելի գլուխ չի, ոտերից հոտ է գալի, չի գալի, ասենք, ձախ ձեռի եղունքները լավ կդրած չի կդրած է, կապ չունի, մեկը քո մարմինն է, ու եթե դու ես մարմնի ես հատվածի դեմ պայքար ես սկսում, դու հետո չես կարնա պայքարես ռեալ է, էլ չեմ ասում վնասվածք հասցնես, էլի մարմնիդ ինչ-որ հատվածի, որովհետև քեզ դուր չի գալի։ Պարոն Վարդանով, իշխանության Մեր Գիբսոնի կինոն թողն այն էլ են, որ ինքը տիկնիկով բան անում, հետո ձեռը կդրում, այդտենց իրավիճակ է հիմա մեր մոտ։ Ուշքի է պետք գալ։ Իշխանության այդ պատերազմ չի լինելու հայտարարության բացատրությունը, որը շրջանակներ ունեն, ասում են Նիկոլ Փաշինյանը, քանի որ խոստացել է ամեն ինչ հանձնել, խոստացել է նրանց բոլոր պահանջները բավարարել, դրա համար էլ այդքան վստահ պնդում է, որ պատերազմ չի լինելու։ Եվ հո Ադրբեջանը կամ Բաքվի Հանրապետության ղեկավարները հիմար չեն, որ խաղաղ ձևով այնինչ ստանում են, մի հատ էլ պատերազմ անեն դրա համար եւ ընկնեն միջազգային պատժամիջոցների։ Իսկ ով ասում հիմար չեն։ Իսկ ով ասում, որ ասենք Բաքվի թուրքերը ինքնուրույն են որոշում պատերազմ լինի թե չլինի։ Ով ասել։ Եթե մեր մոտ ասենք ինչ որտեղ տեխնիկային ասենք բան ունենք, արդեն վաղուց, երևի մի 25 տարի է տեխնիկային կառավարություն ունենք, որը որ եթե ամբողջությամբ չէ կառավարվում է հաճախ դրսի տարբեր ուժերի կողմից, ով ասում, որ Բաքվի Հանրապետությունը տենց չի։ Կա մի երկիր, որ համոզված է, որ իր կառավարությունը տեխնիկային չի, հեռուստացույց նայեք։
Աշխարհի հեգեմոն, ասենք, Միացյալ Ամերիկայի նահանգների կառավարությունը տեխնիկային չի, ինչ որ մեկը թելերից չի քաշում, ասենք, առաջի դեմքերի, դե լավ էլի ուշքի եկեք։ Իսկ այդ պահանջների ադրբեջանար-թուրքական պահանջների բավարարման մասով դուք այդպիսի տպավորություն ունեք, որ պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե այդ խաղաղությունը լինի եւ մեծ վրա հարձակում չլինի։ Ամեն ինչ զիջել անհնար է, որտեղ ամեն ինչի մեջ մտնում է նաեւ այն բաները, որ ոչ ոք չի կարա զիջի ուղակի, ասենք, բնությունը թույլ չի տա, նաեւ ասենք օրգանիզմի որոշ մասերը։ Չեմ կարծում, որ այդպես է, կարծում եմ, որ իշխանությունները զիջումների գնում են, ցավալի է, բայց գնում են, չհասկանալով մի բան, որ հիմա եթե զիջում ես, դու ավելի թուլանում ես, հակառակորդը ավելի ուժեղանում է։ Դուք զիջումներ որը կթվարկեք, որոնք Օրինակ ես համոզված չէի, որ զիջումները, ասենք, Կիրանցի, ասենք, դիմաց Խերմլուի տարածքի վերադարձը Բաքվի, ասենք, հանրապետությանը։ Ես համոզված չէի, որ զիջումա Բաղանի Սայրումի, ասենք, տարածքի վերադարձը, համոզված չէի, որ Աշագի Աքսիպարայի եւ ուրեմն բանի այն մյուսի անունը ոնց էր, վերջը նոյեմբերյանի շրջանի հատվածում ուրեմն բանը այն հատվածները, որը որ սահմանը մենք հետ ենք քաշել, որ դա զիջում էր, ես համոզված չէի, որովհետև անմիջապես կողքը կար մոտավորապես 1000 հեկտար տարածություն զավթված թուրքերի կողմից։ 88 թվականից մենք այնտեղ չենք կարողացել հող մշակենք, ուրեմն 90 թվականի երևի կեսերից ընդհանրապես հայ չի մտել այդ տարածքը, դա բացի 92 թվականին, երբ որ մենք փորձում էինք այդ տարածքը գրավեինք 92 թվականի հունիսի 8-ին Օդունդաղ օպերացիայի ժամանակ։ Ուրեմն այդ բանը հատվածը չվերադարձրին մեզ։ Եթե դելիմիտացիա է այդում եւ որոշ հատվածներ մենք թույլ ենք տալի, որ իրանք առաջ գան եւ որոշ տարածքներ նույնիսկ բավականին առաջ գան, Փառք Աստծո ոման մեր կառույցը այդտեղ կրակակետերը արդեն նախորդ կառուցել էր, գիտակցելով, որ 20 թվականից հետո որոշակի փոփոխություններ ա եղել եւ հայտարարությունները մեզ հուշեցին, որ հնարավոր սցենար է եւ այն տարածքներում, որտեղ հաջողություններ ենք ունեցել, ասենք 92 թվականին, մենք այդ տարածքներում հին սովետական սահմանի, ասենք ադմինիստրատիվ սահմանի վրա կրակակետեր սկսեցին կառուցել եւ այդ կրակակետերը կառուցված հիմա դարել են, ասենք, հիմնական պաշտպանական գիծը։ Գիծը կետերի հետ չեմ, որովհետեւ այնտեղ ուրիշ կառույցներ էլ կան, որը որ մենք չենք արել։ Բայց բանը լավ, այդ տարածքում մենք հետ քաշվեցինք եւ այդ մեր ոմայի կառուցած կրակակետերը գմբեթ 1 եւ 2-ները թույլ տվեցին, ասենք, որ մենք հետ քաշվենք խուսափելով վտանգված առաջնագիծ ունենալ այն առումով, որ այդ մի քիչ հաջողությունը կարար թուրքերին հնարավորություն տար, որ իրանք գրոհեին եւ ավելի մեծ հողվեկալ մեզանից։ Ու պիտի դրանից հետո տեղի ունենար բերքաբերի նախկինում Ջողազի, ուրեմն այդ դիմացի հողը մոտ 1000 հեկտար, որից 700 քանի հեկտարը մշակովի այգիներ, պիտի վերադարձնեին, չվերադարձրեցին, նշանակում է մի փոքր sense որ հույս կար, որ կվերադարձնեն եւ սրա իրական դելիմիտացիա է, որը հետագայում կբերի դեմարկացիայի, то есть սկզբից ուժերի վերադասավորում անջատում ռազմական առումով, հետո սահման բաները գծելը, փաստորեն այդպես չեղավ։ Եվ դա դարավ զիջում։ Լավ, 20 թվականից հետո եղել է 21 թիվ, Սև լճի դեպքերը 22 թիվ, Կապանի եւ Ջերմուկի դեպքերը եւ 23 թվի ողբերգությունն ա տեղի ունեցել, երբ որ էթնոցիդ ա եղել Արցախում։ Այդ ժամանակ մեզ պիտի ինչ-որ տեղ հուշող լինի, չէ, որ մենք զիջում ենք անում, մենք ռեալ պայքար չենք մղում։ Ոչ իշխանասարի համար ռեալ մարտեր գնացին,
հիշում եք նույնիսկ հայտարարություն եղավ, որ այդ մի փոքր ասենք ցուրտ տեղի համար կռիվ չենք անելու, պատերազմ չենք սկսելու։ Ոչ ջերմուկին 4.5 կիլոմետր մոտենալու բանը չստիպեց, որ պատերազմական գործողություններ անենք։ Ոչ կապանի, ասենք, ներքին հանդին մոտնալը բանը ստիպեց, որ մեզ պատերազմը սկսենք, ոչ էլ մեր հայրենակիցներին, ասենք, բլոկադայի մեջ պահելը եւ հետագայում, ասենք, դեպորտացիայի ենթարկել Արցախից։ Ուրեմն զիջումներ ենք անում։ Դա վիճել, այդ հարցի շուրջ, դա նշանակում է վիճել, որ արև գոյություն ունի, կարող է 5 միլիարդ տարի հետո չլինի, բայց դեռևս գոյություն ունի, չէ՞։ Եվ բանը, տենց մարդիկ չեմ կարծում, որ անհեթեթ չեն, էլի, եթե տենց մարդ կա, որ ասում է զիջում չի, զիջումը ուրեմն արվում անդրա համար, որպեսզի ժամանակ շահես, ժամանակ շահում ես ինչի համար, որպեսզի զինվես, պատրաստվես, որպեսզի ուժեղանաս, որպեսզի զինվես։ Այդ ուժեղանալը, զինվելը, այդ ամեն ինչը ճիշտ է տեղ ունենում, թե չէ։ Ցավալի է, բայց հասարակական, ասենք, բան չկա կոնտրոլ բանակի վրա, կան այնց հասարակական, ես ինչ կառույցների ժամանակին կար, գոնե, ասենք, Սերժ Սարգսյանի ժամանակ կար կառույց, որը որ հասարակական, ոնց որ ասած, բան էր անում, էլի, կոնտրոլ էր անում բանակի գործունեության վրա, այդ թվում հակակոռուպցիոն, իր գործում։ Հիմա այդ կառույցի աշխատանքի մասին ոչ մի բան չեմ լսել, միգուցե գոյություն չունի։ Չեմ իմանում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, պարոն Վարդանով, այս պահին ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, փորձենք պատասխանել եւ շարունակել մեր հարցազրույցը։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Զախարյան, բարև ձեզ պարոն Վարդանով, ցանկանում եմ ողջունում ձեզ հեռավոր գլնդելից։ Տիկին Զախարյան, իդեպ շնորհավորում եմ ձեզ, որ վերջապես դուք ուղիղ եթերով եք հանդես գալիս, ասեմ, որ ես ձեզ համարում եմ Նոյան տապանի ամենաարհեստավարժ լրագրողներից մեկը, ինձ կողմից սիրված շատ վերլուծաբաններ, հատկապես ձեզ մոտ են սիրուն գալ, օրինակ Արմեն Չիբուխչյանը, այնպես որ շնորհավորում եմ։ Եվ այո, օքեյ, պարոն Վարդանով, ուրախ եմ ձեզ տեսնել եթերում, մի փոքրիկ դիտարկում անեմ, ես դեմ չեմ իհարկե Ադրբեջանին անվանել Բաքվի հանրապետություն, բայց ասեմ, որ հրեաների հանրապետության անունը Իսրայել է, պարզապես փոքրիկ դիտարկում։ Բայց այսի հարց, պարոն Վարդանով, ես համոզված եմ ձեր կազմակերպությունը շատ ուժեղ կպայքարի, եթե հանկարծ Աստվածաշնչի լինի որևէ հարձակում։ Դուք խոսացիք կոնսոլիդացման մասին։ Իսրայելը այսօր կոնսոլիդացված է, բայց Իսրայելը ունի նաև մեկ այլ տարբերություն Հայաստանի հանդեպ։ Իսրայելը ԱՄՆ-ի դաշնակիցն է եւ Արևմուտքի, ողջ Արևմուտքն է այսօր պաշտպանում Իսրայելին։ Իսրայելը կնքել է Եվրոասոցիացիան այդ համաձայնագիրը Եվրոպայի հետ, որը մենք չենք կարել, որը մերժել ենք, եւ Իսրայելը հապկի վիատամի անդամ չէ։ Սա կուզենամ իմանալ, բացի կոնսոլիդացվելուց ներքին եւ նաեւ ձեր ՈՄԱ-ի այդ ներուժից, որպեսզի ավելի զոհեր չլինեն, համաձայն եք, որ Հայաստանը իր շանսերը պատերազմի դեպքում կշատացնի հաղթանակի կամ պաշտպանվելու, եթե մենք անցնենք Արևմուտքի կողմը, եթե դիմենք Եվրոմիությանը, խորացնենք հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ուսանք հապկից եւ ԵԱՏՄ-ից, որպեսզի Արևմուտքը ավելի մեծ վստահի եւ ավելի խորը համագործակցի մեր հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Վարդանով։ Գիտեք, դա ավելի քաղաքական հարց է, բայց ես փորձեմ պատասխանեմ ռազմաքաղաքական տեսակետից։ Ուրեմն, երբ որ Ռուսաստանի հետ մենք ընդհարվեցինք կոմունիստական գաղափարախոսության շուրջ, մենք կորցրեցինք Շաումյանը, կորցրեցինք Արցախի հետ ճանապարհը եւ 91 թվականին որոշ անգրագետներ տեղյակ չեն, բայց դա փաստ է ու ես ունեմ, ասենք, այդ կոնկրետ կոմպետենտ մարդկանց, ասենք, բաները, տվյալները դրա վերաբերյալ Կոլցո օպերացիան, որը որ սովետական անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունը մշակում էր հայրին պաշտպանելու խուժանից, Սումգայիթից հետո է դա մշակվել, Կոլցո օպերացիան շուռ եկավ ու դարավ խեղտող օղակ, ոչ թե ասենք պաշտպանող օղակի ներսում եղած, ասենք, քաղաքացիականներին, այլ դարավ խեղտող օղակ ու ավելի սեղմեց Արցախի վզի վրա եւ ասենք բանա 92 թվականին, երբ որ ավելի հավեսով, ասենք, թուրքերը համբյուրվեցին Ելցինի հետ, ասենք, հարբելուց հետո եւ մերոնք այդ համբյուրվելու պահը մի քիչ ուշացրեցին, մենք կորցրեցինք Արցախի 1/3-ը։ Ես նկատի ունեմ ոչ թե սովետական, այլ ռուսական դաշնության հետ այդ վիրավոր արջը միգուցե կիսասատկած տարբեր մարդկանց բնութագրով, որը Կովկասից հեռանում էր, ձեռի հետ
Այնքան որ Ելցինը խոստացավ, որ հա կօգնի, ուրեմն գեներալ այսօրով գեներալ լեյտենանտ կարծեմ Շամանովը, այնվաղ դեր գնդապետ էր, գրավեց Մարդակերտ Շահումյանը եւ Ասքերանի կեսը գրավեցին գյուղեր Մարտունուց եւ ասենք բանի կողմից ռուսական զորքերի կողմից գրավեցին, երտվեցին թուրքերին։ Իմ ասածն է նա, որ երբ որ տարբեր կողմեր ես բռնում ու վառ ինչ որ գեգեմոնի, տարածքային գեգեմոն լինի, կամ հեգեմոն, երկուսն էլ մեկա հայերեն չի, հունական բառը։ Ուրեմն որ կողմ էլ բռնես, կարաս ոտատական գնես։ Դրա պատճառով, ասենք, ես առաջարկում եմ ընդհանրապես կոնսոլիդացնել ներքին ուժերը, պաշտպանական համակարգ այնքան ամրացնել, որ մենք դառնանք թույնավոր ծովային ոզնի, որին ուտելը դժվար բան չի, բայց հետո սատկում ես։ Հայաստանը այն վիճակում չի, որ մեզ ուտելը անհնարին է։ Պիտի դարձնես սատկելուն հավասար, ասենք, Հայաստանին ուտելու փորձերը։ Անմիջապես, ասենք, եթե չվերանան, գոնե ընթացքում վերանան։ Ոչ թե հայերը այդան այնտեղ սկսեն, ասենք, ճորտատիրական հասարակարգով կամ ստրուկի նման աշխատել իրանց համար, այլ հայերը պայքարեն, որը կբերի այդ երկրների կործանմանը։ Դա կլինի Բաքվի հանրապետությունը, դա կլինի Անկարայի հանրապետությունը, որոնք որ օկուպացված արդեն հայկական հողերի վրա են հիմնականում, ասենք, իրենց բունը դրել, էլի, թեկուս Վրաստանը, թեկուս Իրանը, թեկուս Ռուսաստանը, թեկուս Ամերիկան, թեկուս Մարսի բնակիչները, թեկուս Ալֆա Ռոմեոյի, ասենք, բանը։ Հերոստատիտողը պարոն Վարդանով հավանաբար նկատի ունի, որ եթե արևմուտքի հետ համագործակցենք, մենք ունենանք ավելի տեխնոլոգիական զարգացվածություն եւ հագեցվածություն եւ փաստի առաջ չենք կանգնի, ինչպես համագործակցում ենք։ Զարմանալի է դա հասկանում եմ, բայց ես ասում եմ, որ այս լարված իրավիճակներում չի կարելի ոչ մեկին կողմ բռնել։ Որովհետև իրանք ձեռի հետ կարող են գնել մեր վրա, նստեն։ Ռուսաստանը կիսասատկած վիճակում 92 թվականին ձեռի հետ մեր կողմից ծեծված թուրքերին, հիշենք, ասենք, Իվանյանի ազատագրումը տեղի ունեցավ, դրանից, ասենք, 3 ամիս առաջ եւ դրանից մի ամիս առաջ Շուշի ազատագրումը տեղի ունեցավ։ Դրան հենց Շուշի ազատագրումից ուրեմն 15 օր առաջ նաև առաջ խաղացումներ ունեցանք Հայաստանի Հանրապետության եւ ասենք Բաքվի Հանրապետության սահմանների վրա, բայց ձեռի հետ գիգանտ արջը նստավ մեր վրա խնդրանքով Թուրքի։ Եվ ասենք կարացավ համոզի։ Հիմա նույն ձևով այս տարածքում կան երկրներ, որոնք ձեռի հետ կարան նստեն մեր վրա։ Դա Իրանն է, դա ասենք Թուրքն է, Անկարայի, այն մյուսը չէ, դա Ռուսն է, դա ամերիկացին է, դա անգլիացին է։ Կարճ ասած, ես ասում եմ իրանցից ոչ մեկի հետ ընդհարվել պետք չի, ոչ մեկի պոչը հիմա հետագայում տեխնիկապես զարգացրավ, հիշենք Ավստրիայի փորձը, որը բացահայտ արևմտյան, ասենք, երկրների ոնց որ շարքի մեջ էր գտնվում, բայց ինքը երբեք հակառուսական քայլեր չի արել, եւ արդյունքում ռուսը իր դեմ զորք չի կանգնացրել, բանը ՅՈՒԳՎ կոչված է, Южная группа войск, Հունգարիայում տեղակայված, իր հիմնական ճարասյունները ուղղված էին, ասենք, դեպի Գերմանիա, որ Բավարիայով բանով ներթափանցեն կենտրոնական Եվրոպայից դեպի արևմտյան։ Փաստորեն ես առաջարկում եմ, որ չլինենք առաջ ընկնող, գիտեք ինչ, սայլը չպետք է էլի, ասենք, ձիու դեմից լինի։ Եկեք մեկ զանգի պատասխանենք։ Այո։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ձեզ չենք լսում։ Մենք ձեզ չենք լսում, հարգելի հեռուստադիտող։ Լավ, փորձենք ավելի ուշ պատասխանել։ Հիմա պարոն Վարդանով սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա հունիսի 20-ին, ընդ որում Էրդողանի հրավերով, եւ արդեն կա անհանգստություն, աղմուկ աղաղակ, որ
գնալու է եւ հերթական կորուստները բերի, դա շատ աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր վրա։ Հիմա եւ հարցս եւ չգիտեմ հերոստադիտող էլի զանգ ունենք, փորձենք պատասխանել։ Լսում ենք, բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրեմն հարցումս ասեց է, այո, հարցումս ուրեմն այսպես է, ես բանի մեջ եմ, լսում եք ինձ։ Այո, լսում ենք, խոսեք։ Կարող եմ խոսեմ, Այո։ ուրեմն հարցումս այսպես է, այս մոտ ամսվա վերջում, ուրեմն այս պատերազմը ստա, որ Նեթանյահուն Իսրայելը ասում է, որ հասկացան ասել է, որ մենք չենք ունենալու Իսրայելի պետություն գոյություն չունենալու, ասում է դրա համար մենք պաշտպանվում ենք Իրանից, Իրանն էլ, Ամերիկանն էլ Իրանին ասում է, որ դու քո ուրանի հարստացումը կայնացրա, դու արդեն հասել ես դրան, որ կարող ես արյունային ռումբ ունենալ։ Ուրեմն մենք ասեց, որ տմտմա 2 ամիս Իսրայելը Ամերիկայի ցուցումով հարձակվեց, որտեղ Իրանը կազմեր վախացնում են։ Հիմա զգաց, որ նա ինքը չի դիմանա, նույն ամենաուշա, նույն ամսվա Իրանը պետք է Ամերիկային դիմի, որ ես Իրանի զարգացումը կայնացնում եմ, համաձայն եմ, որ զենք չեմ պատրաստելու, Իրանն էլ չեն զարգացնելու, պայմանագիր կընկնենք, պատերազմը կայնացնեմ։ Երկրորդ, հիմա խոսակցություն գնա քաղաքագետները ռազմապորտերը եւ այլն ասում են, որ երբ որ կռիվը ստավ Իրանի հետ Իսրայելը, Ադրբեջանը առիթը օգտագործելով կհարձակվի բանի վրա, Իրանի վրա եւ Հայաստանի վրա։ Նա չի կարող եւ ոչ Անգլիան ցույց կտա 40%-ի նավթը Իրաննա, ոչ էլ Արևմուտքը ցույց կտա, որովհետեւ օգտվում է գազից, թեկուզ ռուսի գազից, որովհետեւ Իրանը անմիջապես հանքերը լրիվ Չերին կգերցնի, որ բանկրապտի կգնա իրակը նույնը Հայաստանը կարող է… Հարգելի հեռուստադիտող, դուք հարցը կձևակերպեք։ Հա, տալիս եմ։ Մեր եթերը սահմանափակ է, խնդրում ենք հարցը ձևակերպեք։ Հա, հիմա տալիս եմ վերջը հարցը։ Հարցը այսպիսին է, եթե ինքը ճիշտ բարձրաբանեց, որ չեն կարող ոնց որ առաջին խոստացված որ եթե մենք Ռուսաստանից դուրս գանք, նո մենք Ռուսաստանից դուրս չգանք, մոտ չեն կարող գնանք։ Շատ լավ, շատ լավ։ Իրոք, դեռ ասում եմ, բայց որ ասեն մենք դաշնակից տեսանք, որ ինքը դաշնակից չի, Ամերիկանը դաշնակից չի։ Շնորհակալ ենք, հասկանալի է ձեր հարցերը։ Ասի ես դաշնակից չեմ ուզում, ես ունեմ անկախել եմ, ոչ արևմուտքեմ, մենք ժամանակ շահենք, հետո միանանք արևմուտքին։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալություն, հասկանալի է ամեն ինչ։ Ասենա, որ մենք առանց արևմուտքի Հայաստանը երբեք առաջ չի գնա։ Շատ լավ, շնորհակալություն, շնորհակալություն։ Ես նախ մի քանի բան երևի արևելյան բարբառը, արևելյան հայկական բարբառը մի քիչ դժվար է ընկալվել։ Ես չեմ ասում, ինձանից լավ դուք հաստատ չգիտեք, էլի ասենք, դուք չկաք մարտի դաշտում, իսկ ես գիտեմ, որ ռուսին դաշնակիցը չի, որպես դաշնակից ես չեմ ասում ինքը լավն է։ Ես ասում եմ, որ եթե մենք իրան ջղայնացնենք, ինքը ձեռի հետ կնստի մեր վրա եւ շատ ավելի վատ կլինի։ Ոնց որ եղել է 91 թվականին կալցո օպերացիայում ինձ էին ծարերում ծեծում եւ ես էի զոհված տալի, ասենք, արշակս զոհվավ իմ հետախույզներից ու հիմա տղաս իր անունն ա կրում եւ 92 թվականին, ասենք, երբ որ ռուսը բարկացավ մեր վրա, որովհետեւ հակառուսական բան չէին կարել, ուղղակի թուրքը համոզեց, որ մենք հակառուսական ենք, ձեռի հետ թուրքը ռուսը նստավ մեր վրա, ձեռի հետ եւ բանը Գևորգյան յուրան զոհվավ իմ կողքը եւ ես ձեռքից վիրավորվեցի նույն փամփուշտից։ Այդ սիրուն հեքիաթները, որ վեկալենք ստեղից գնանք ընդեղ, հələ հարցա մեզ սպասում են թե չէ, ես ասում եմ, եկեք ոչ մեկի հետ չթշնամանանք, զբաղվենք մենակ մեր կոնսոլիդացիայով, օրինակ դուք ինչ եք անում, հարգելի ասենք իմ հայրենակից, իմ եղբայր, ինչ եք անում, որ ես ուժեղ լինեմ ստեղ։
Այդ դրա մասին է պետք մտածել, ոչ թե ասենք, որ ռուսը մեզ իր զոնցիկով կծածկի, թե անգլիացին կծածկի, իսկ մի քիչ էլ ասենք երևի էլի լեզվի բանն է, մի քիչ իրար լավ չենք հասկացել, ես չեմ ասել, որ թուրքը կհարցակվի, կօգտվի, ես ասում եմ, որ հնարավոր է ինքը անմիջապես հրաման ստանա այդ բանը անելու, ու կստանա հենց նույն Անգլիայից, կամ Ամերիկայից, կամ Իսրայելից, իսկ ես Իսրայել նախորդ հարցին ուղմանը պատասխանեմ, քանի որ Իսրայելը մեր դեմ անմիջապես պատերազմել է 2016 թվականին իր մասնագետներով անօթաչուների, ես այնքան էլ լավ չեմ վերաբերվում իրանց կառավարությանը եւ պետությանը։ Ես դրա իրավունքը ունեմ, ով իմ հետ լավ չի դանակով խփում է ինձ, ես իրան չսիրեմ։ Կարամ ես տենց բան անեմ։ Հետն էլ ես հաստատ ավելի քիչ եմ հակահրեա չեմ, ի տարբերություն ասենք մեր հայրենակիցների 99%-ի։ Ես հակաթուրք էլ չեմ։ Ես պրո հայկական եմ, ես հայ եմ ու իմ համար ցանկացած ռազմական կոշիկ ինչ որ մեկի ոտին հակած, եթե մտնում է Հայաստան առանց իմ երկրի թույլտվության, այդ կոշիկը ոտի հետ կդրած պետք է դուրս շպրտվի։ Ես դրա կողմնակիցն եմ, որպեսզի դա իրականանա, հարգելիներս, մենք պիտի կոնսոլիդացվենք, մենք պետք է իրար վրա քիչ հաչանք, իրար վրա քիչ կեղտ բռնենք, իրար քիչ կծենք ոտից, էլ չեմ ասում բողազը քրքրենք եւ կոնսոլիդանանք, դառնանք մի մարմին։ Հիշենք, ասենք անգլիական պարլամենտում ոնց են իրար կրծում, ասենք այդ լորդերն ու արիստոկրատները, բայց ցանկացած պատերազմի վտանգից ժամանակ առաջի համաշխարհայինից առաջ եւ երկրորդ համաշխարհայինից առաջ իրանք միավորվում են։ Ուրիշ ձև հնարավոր չի հաղթել կամ չվերանալ, չկործանվել, չցեղասպանվել։ Իմաստացն է դա։ Հիմա իմ հարցին կխնդրեմ անդրադառնալ, պարոն Վարդանով, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա Էրդողանի հրավերով։ Սա արդյոք ռիսկերի կառավարում է, թե գնալու է, ինչպես որոշ շրջանակներ են արդեն ահազանգում, գնալու է աղետներ բերի մեր գլխին։ Հնարավոր է որոշակի պահանջներ ներկայացվի եւ Հայաստանի Հանրապետությունը չկարողանա ինչ-որ ձևով դիվանագիտորեն այդ վտանգները բերող այդ պահանջների կատարումով, որ ավելի վտանգավոր սիտուացիաներ է, չէ, լինելու, ոնց որ մեր զրույցի սկզբում ասեցի, երբ որ զիջում ես, ավելի դժվար վիճակում ես հայտնվում։ Հնարավոր է, բայց էլի գալիս ենք բանին, ուժեղանալուն, բնդանալուն։ Եթե դու ուժեղ ես, պինդ ես, ինչքան էլ ասենք ժամանակ շահում ես, օգտագործես այդ բոլոր ժամանակը բանի վրա, դիվանագիտական բանի վրա, քո ուժեղն ու պինդը չի ամրանում դրանից։ Իսկ դու ոնց ասեմ, ոչ մի երկիր, ոչ մի բանակ անթերի բանակ չի, ոչ մի երկիր պատրաստ չի պատերազմի, անգամ հարձակվողը։ Ուղղակի հարմար պահը հիմա է գտել, հիմա է հարվածել։ Նետանյահուի, ասենք, հայտարարությունը հիշենք, որ այդ բոլոր բաները իրար հետ համընկավ, իրար մոտիկ եղավ, հարմար պահեր եւ մենք հարձակվեցինք։ Ոչ մի երկիր պատրաստ չի լինում պատերազմի, ամբողջությամբ, իր պլաններով, իր չգիտեմ ինչերով։ Հիմա եթե վտանգներ կարան առաջանան ավելի, եթե դու դրան զուգահեռ այդ զիջումներին, չգիտեմ, դիվանագիտական զրույցներին, այդ ընթացքում ուժեղանում եւ ամրանում ես, առաջի հերթին հասարակությունը, առաջի հերթին ասենք թույլ չտալով, որ ժողովուրդը մեկը մյուսի հետ վիճելուց իրար հայհոյի, հայհոյել դա որպես նշան։ Ես նկատի չունեմ, ասենք, որ հայհոյելը բանա, էլի, ասենք, ինչ-որ նշանակում անմիջապես այդտեղ, այլ ուղղակի մարդը, երբ որ վիճաբանելուց քաղաքական հարցերում, տնտեսական հարցերում անցնում է, ասենք, հայհոյանքի կամ գերանդի է վերցնում ձեռը, որ արվածի են կամ ասենք իր համագյուղացու կամ հոր եղբոր որդու գլխին, դա արդեն մեր մեղքն է, որ է տենց ա եղել։ Եվ այդ մեր մեղքի պատիժը լինելու է Հայաստանի վերացումը եւ ոչնչացումը։ Մենք չպիտի թույլ տանք, որ հայ հասարակությունը իրար վրա ոնց ձեզ ասեմ, շատ շատերը ասենք բան են անում, այ մենք մոնոէթնիկ երկիր ենք, այ հայրգելիներս։
Դուք նկատել եք, որ թուրքերը ամեն ինչ անում են, որ մոնոէթնիկ դառնան, եւ մեզ մոնոէթնիկության մեջ են մեղադրում։ Մոնոէթնիկությունը դա երազանքա ցանկացած պետության համար, ցանկացածի համար։ Եվ մենք մոնոէթնիկ լինելով վտանգավոր ենք այդ բանով։ Արդյունքում, ասենք, մոնոէթնիկությունը ոնց է երևում կենցաղում, հանցանքների զգալի ձևով ցածր տոկոս համեմատ ուրիշ երկրների։ Վրաստանը հիշենք, շատ ավելի լավ բնություն ունի, շատ ավելի ծով ունի, туриզմի, ասենք, հոսքը երևի 10 անգամ Հայաստանից շատ է, բայց հանցանքի ֆոնը շատ բարձր է, որովհետև մոնոէթնիկ երկիր չի։ Իսկ թուրքը մոնոէթնիկությանը կպնելով որպես մեղադրանք, հայհոյանք եւ այլն, 1.5 միլիոնանոց, ասենք, լեզգիներին ասում է 170,000 են եւ մի միլիոնանոց թալիշներին ասում է 50,000 են։ Հասկանում եք, ինքը կառուցում է մոնոէթնիկ երկիր։ Ուղղակի ինքը չի ուզում, որ մենք մնանք մոնոէթնիկ։ Ինքը ուզում է ամեն ինչ անի, որ մենք ամանչենք մեր մոնոէթնիկությունից։ Հիմա վերադառնանք պարոն Վարդանով պատերազմին, Իրան-Իսրայել Սպիտակ տունը 48 ժամ է տվել, նշել է, որ վճռորոշ նշանակություն կունենան առաջիկա 48 ժամերը Իրանի համար դիվանագիտական լուծման հասնելու առումով։ Այսինքն դեռ տեղ թողնվում է դիվանագիտական լուծում գտնելու այս կոնֆլիկտին։ Մենք ունենք հեռախոսազանգ, դուք որոշեք պատասխանենք, հետո դուք հարցին անդրադառնաք։ Փորձենք, լավ, վերջին հեռախոսազանգը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քանի որ ժամանակը սահմանափակ է, մոտենում ենք ավարտին, կխնդրեմ իմ հարցին անդրադառնալ։ Դուք տեսնում եք դիվանագիտական լուծում այս հակամարտության։ Իհարկե, միշտ կա դիվանագիտական լուծում։ Ուղղակի գիտեք ինչ, ես համոզված չեմ, որ Իրանը, ես նույնիսկ համոզված եմ, որ ինքը զենք չի սարքում միջուկային։ Ես գիտեմ, ինչ մեծ դեր է խաղում իդեոլոգիայով, ոնց կլինի հայերեն, գաղափարախոսությունով ղեկավարվող պետությունների համար գաղափարային առաջնորդը թեկուզ մահացած։ Ասենք Լենինը սովետական միությունում, ասենք Այաթոլլահ Խոմեյնին Իրանի իսլամական հանրապետության համար առաջի ռահբարը, առաջի սուրբ առաջնորդը, իսկ ռահբարը ասել է միջուկային զենքը հարամ է, մեղք է, խոզի մսից ավելի։ Ես համոզված եմ, որ իրանք միջուկային զենք չեն անում, ուղղակի հզոր, տեխնոլոգիապես հագեցված Իրանը ձեռ չի տալի Իսրայելին, որովհետև ինքը մշտապես Իրանը հայտարարել է, որ պաղեստինցիները պիտի ունենան պետություն։ Ես չեմ լսել սկզբի ժամանակներում, որ ինքը ասել է Իսրայելը վերացնենք։ Իսկ ես շատ վաղուց եմ, ասենք, բան անում, էլի 84 թվականին զորամասում բան եմ եղել, Պալիտ Աբազրևացել եմ եղել։ Դա ինչ է նշանակում, քաղաքական մեկնաբան եմ եղել։ Զորամասում, որ մեկ-մեկ, ասենք, այդ հատուկ ժամերի ժամանակ միջազգային նորություններ էինք քննարկում։ Ես շատ վաղուց եմ հետևում Իրանում եղած, ասենք, բան, եւ համոզված եմ, որ Իրանը միջուկային զենք չի կառուցում, ուղղակի Իրան բանի մեջ պահելը, այս էմբարգոների մեջ պահելը 79 թվից մշտապես այդպես է, չէ՞, չբերեց դրան, որ Իրանի ռեժիմը փոխվի կամ Իրանը որպես պետություն փլուզվի, չբերեց դրան, եւ ինքը ավելի վտանգավոր է թվում, շատ ավելի վտանգավոր է թվում անգլիական շահերը ստեղ պաշտպանելուց, ամերիկյան հեգեմոնիան պահպանելուց եւ իրենց ներկայացուցիչ Իրան-Թուրքիայի շահերը պաշտպանելուց։ Հիշենք, ասենք, որ հենց այնպես չէր բանը Իրաքի կործանումը։ Իրաքի կործանմանը, եթե անդրադառնանք, ընդ շպիոնների մասին ֆիլմ կարելի է բան անել, բայց գլխավոր շահառունով էր Իսրայելը։ Հիշենք, որ սահման չունենալով Իսրայելի հետ մշտապես իրաքյան զորքեր Իսրայելի դեմ պատերազմել են։ Թե 48 թվականին Իրաքը նորմալ անկախել չէր, ասենք,
թե բանը 67 թվականին, թե 73 թվականին, 73-ին էր կարծեմ նույնիսկ տանկային դիվիզիա է եկել, ասենք, Սիրիայի տարածքով։ Կարճ ասած, բանը, այստեղ Ամերիկայի հեգեմոնիան չի տուժելու, եթե Իրանը լինի, որտեվ ինքը հեգեմոնա երկրագնդի, թենդե ներսը ինչ է կատարում, իր համար վերջո այդ ոնց որ դուք մի հատ բառը կապակցություն օգտագործեցիք, ռիսկերի կառավարում։ Այդ ռիսկերի կառավարումը ինքը եթե նորմալ անում, ասենք, իր համար իր իշխանությունը չի տուժում։ Այստեղ ավելի շատ կարա Անգլիան տուժի, որովհետև անգլիական ուղիները հարավ-եվրասիական պրոյեկտը դա Թուրանն է, լրիվ նույնն է, էլի ուղղակի մարդիկ լսում են հարավ-եվրասիական ուղի Բոսպորից մինչև Չինաստան, դա թուրքական աշխարհի միավորումն է եւ դա անգլիական պրոյեկտ է, եւ այդ պրոյեկտի կողքից ապահովող Իսրայելը, ոնց որ ասենք ժանդարմերիա, էլի ոնց կլինի, ոստիկան զինվոր, ասենց ասեմ, իրանք պիտի իրանց շահն էլ առաջ տանեն, այդ դրա համար եմ ասում, եթե ստեղ ցամաքային օպերացիա լինի, իր շահն էլ առաջ կփորձի տանի նաև Բաքվի թուրքը, որը օկուպացված Արցախից բացի կցանկանա նաև օկուպացված Սյունյաց մարզ ունենա։ Եվ մեկ կարճ, պարոն Վարդանով, այսինքն հնարավորություն չկար խուսափելու այս պատերազմից։ Իրանա-իրաքյան պատերազմից խուսափել միշտ հնարավոր է, եթե հեգեմոնը մենակ իր ոնց որ ասած բուլտերիերներին եւ պիտբուլներին չի կերակրում, այլ նաեւ ուզում է, որ այս խաղաղ լինեն բուլտերիերները հարևանի կատուների հետ, то есть բանը պահում է։ Բայց բուլտերիերներին բանա տվել, հնարավորություն է տվել հարձակվել առաջ գնալ, երևի ինչ-որտեղ հաշվարկներ արել է, բայց միջուկային զենք համոզված եմ, որ Իրանը չի մշակել, համոզված եմ, Ռահբարը, Այաթոլլահ Խոմեյնին ասել է դա հարամ է, եւ այդ տիպի բան ունեցողները, ասենք զենք ունեցողները հարամ երկրներ են, դրա պատճառով ամերիկյան դեսպանատան վրա հարձակվելու պայմաններում, որ պետք է սովետը մի ուրիշ ձևի գրկաբաց իրանց հետ եղբայր դառնար, չէ, ինքը սովետի դեմ էլ ընթարվեց, որովհետև սովետն էլ հարամ երկիր էր Խոմեյնիի ասելով, որտեղ միջուկային զենք ուներ։ Միջուկային զենքը, որը բանը իրանց բանով Ալլահի ստեղծած երկրագունդը կարա վերացնի, այդ զենք ունենալը հարամ է։ Եվ ես համոզված եմ, որ այդ Նետանյահուի այդ բաները ոչ մի ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգների այն բանը յանիմ խապված պաշտպանության նախարար Այն բանը հիշում եք Իրաքի բանը, ասես մի հատ սպիտակ ատամի փոշի էր երևի լցրել մեջը ցույց էր տալի, ասում է, այս քիմիական զենք է Իրաքում։ Այդպես չգտան այդ քիմիական զենքը։ Բայց այս մահանայով Իրաքը որպես պետություն, որը կարար վտանգավոր լիներ Իսրայելի համար, թեկուզ որպես աջակից, վերացրեցին։ Դե հիմա Իրաքով սպառնում են, սպառնալիքները հենց Իրաքի հետ համեմատությամբ հնչեցնում է։ Նույն ձևով ասում են միջուկային զենք ունի, ինքը հեսա վաղը կլինի, վաղը չէ մյուս օր կլինի, սուտ է, ստում են։ Իմիջիայլոց, ասենք, ես ավելի լավ կապեր ունեմ հրյաների հանրապետության քաղաքացիների հետ, անկախ ազգությունից, քան Իրանի, որովհետև այդպես ստացվել է, այնտեղից հետս կապ ոչ մեկ չի հաստատել։ Բայց եթե ռեալ նայում ենք, Իսրայելը մեր դեմ պատերազմել է, Իրանը գոնե Կովսականում, որը որ թուրքերը ասում են, ասենք Զանգելան, այդտեղ կանգնացրել է թուրքերի առաջ խաղացումը ուղղակի իր ներկայությունով եւ 2-3 օր հետաքցել իրանց Սյունիքի, ասենք, բարձրություններին հասնելը։ Փաստորեն, եթե ռեալ նայես, ով ինչի է ընդունակ իր շահերը առաջ տանելու եւ ոնց է մեր շահերի հետ դա խոսում, կարող է կարծիք ստեղծվի, որ ես ասում եմ, եկեք Իրանի կողքը կանգնենք, Իրանին պաշտպանենք։ Եթե հնարավորություն ունենայինք դա դիվանագիտորեն ստիպեինք, որ դա այս ամեն ինչը դադարվեր, դադարեցվեր այս կապիկությունով, ասենք, բանը պատճառներ ձեռք բերած մարդասպանությունը Իրանի խաղաղ բնակիչների լավ կլիներ իհարկե,
պատերազմով ստիպել չենք կարող, ոչ մի բան չենք արել, որ կարողանանք, որ լինենք, ասենք, այս տարածքում ռեգիոնալ ինչ-որտեղ ազդեցիկ, որ մենք կարողանանք պատերազմ դադարեցնենք հարևանների միջև։ Կարճ ասած, մենք իզորու չենք մի բան անելու, իհարկե դուրս չի գալի, բայց Իրանի վերացումը կամ մասնատումը բերելու է Հայաստանի վերացմանը, դա միանշանակ է, որովհետև ամենասկզբում ասեցի, մեր շնչուղին, ինչքան էլ ասենք մեր քաղաքացիները լավ ներկայացված են, ասենք 2 միլիոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր քաղաքացիները այնտեղ ներկայացված են ու ուշադիր այս ամեն ինչին հետևեն, կհասկանան, որ իրենց կառավարությունը այս պահին աջակցում է Հայաստանի վերացման սցենարներին։ Լավ կլինի, որ իրանք ասենք գոնե նամակներով դեպուտատներին, իրանց այդ երեսփոխաններին եւ պրեզիդենտին հեղեղեն, ասեն ախպեր դաթարի։ Ընդ սուտ է, զենք չկա, Իրանն էլ պատրաստ է հերթական անգամ ՄԱԳԱՏԵ-ի բանը կանչի, ասի եկեք ստուգեք, որ չունեմ ես միջուկային զենքի ոչ հավակնություն, ոչ ցանկություն։ Իսկ հարստացման հետ կապված գիտեք ինչ, ուրանի հարստացումը գնել պատրաստի հումք բանի համար, ատոմակայանի համար, բուշերի եւ հարստացնել ուրանը այն աստիճան, որ հումք դառնա եւ կիրառել, տարեկան այդ տարբերությունը ուրեմն մի դիվիզիայի զենքի սպառազինության եւ աշխատավարձի գումար է կայանում եւ ստիպել Իրանին, որ ինքը տարեկան չտնտեսի հարստացման վրա խոսքի օրինակ մի $50 միլիոն, դա ինչ որտեղ իրան տնտեսապես ճանձնելու ձևերից մեկն է։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Thank you.